Ողջույն, ես Անահիտ Կիրակոսյանն եմ և ATV եթերում երազանքի բեմ նախագիծն է։ Երազանքի բեմ նախագծի գլխավոր հովանավորն է Իջևանի գինու կոնյակի գործարանը, որը հայտնի է իր բարձրորակ գինիներով, զանազան պահածոներով և բնական հյութերով։ Գործարանը համադրում է ավանդույթն ու նորարարությունը, օգտագործելով Տավուշի մարզի բերքարատ բնության պարգևները։ Այսօր Իջևանը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը, իր արտադրանքը ներկայացնելով տեղական և միջազգային շուկաներում։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հպարտությամբ կանգնած է երազանքի բեմ նախագծի կողքին։ 10 շաբաթ շարունակ նրանք երգում են ձեզ համար, ստեղծում են, արարում են բեմում, մեծ հույսով, որ կհասնեն իրենց երազանքին։ Այո, այսօր արդեն գլխավոր փուլն է, նրանք դարձել են վեցնյակ։ Սիրով ու մեծ ոգևորվածությամբ ուզում եմ ներկայացնել մեր հարգարժան ժյուրին։ Պատիվ ունենք այսօր ողջունելու արվեստի այնպիսի մեծության, որը իսկական վարպետ է և օրերս դարձել է աշխարհի եռակի ռեկորդակիր։ Մաեստրո, վարպետ Աննա Գևորգյան։ Ողջ երազանքի բեմի, թիմի, անձնակազմի և երեխաների անունից շնորհավորում ենք ձեզ, մաեստրո, և մեր խոնարհումը ձեզ։ Աշխարհում շատ զարդեր կան, բայց երազանքի բեմ նախագիծը ունի իր անփոփոխ զարդը՝ կշռով Մարգարիտ։ Վաստակաշատ արտիստուհի Մարգարիտ Խաչատրյան։ Նա հասցրել է կերել ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանդիսատեսին իր անկրկնելի տեմբրով։ Մարդում հանգիստ կարող ենք ասել, Հայաստանի ձայնն է, Մաշա Մնջոյան։ Նրա կատարումները պարգևում են խորը հուզմունք և լուռ հիացմունք։ Նա մի արտիստ է, ում շնորհիվ համաշխարհային հիթերը ստացան նոր շունչ և կարևորը հնչեցին հայերեն։ Երգիչ Արմեն Դոլինյան։ Շատ ուրախ ենք, որ այսօր ունենք նաև ձեզ, պարոն Դոլինյան, և ձեզ, Մաշա Մնջոյան, մեր երազանքի բեմում որպես հյուր ժյուրի, և կցանկանամ լսել ձեր ակնկալիքները։ Ողջույն սիրելի հանդիսատես և հեռուստադիտող, շնորհակալություն ինձ այստեղ հրավիրելու համար, ակնկալում եմ նոր տաղանդների բացահայտում։ Շնորհակալություն, Մաշա Մնջոյան։ Ողջույն բոլորին, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, մեծ պատիվ է և պատասխանատվություն այսօր լսել շատ տաղանդավոր երիտասարդների։ Ես սպասում եմ, որ սա լինի նրանց առաջին բեմելը, բայց ոչ և վերջինը։ Շնորհակալություն, Մարգարիտ Խաչատրյան։ Նորից ու նորից պետք է կրկնեմ, սիրում եմ բոլորիդ և ակնկալում եմ, որ այսօր նույնպես վայելելու եմ և տաղանդավոր մեր փոքրիկների շնորհիվ թևեր եմ առնելու։ Շնորհակալություն, Աննա Գևորգյան։ Ես էլ եմ շնորհակալ, ողջունում եմ բոլորիդ, ռեկորդները միայն կասեմ տարոսը մեր փոքրիկներին, որ նրանք էլ հաղթեն իրենց կյանքում, ակնկալիքներս լավն են, որովհետև մնացել են երևի ամենալավագույնները և շատ դժվար է լինելու մեզ համար գնահատական դնել։ Շնորհակալություն։ Դե ինչ մի փոքր կանոնների մասին։ Այո, երկու եռյակները միացել են իրար և այսօր կներկայանա նոր վեցնյակ։ Շատ կարևոր նորություն։ Բոլոր միավորները զրոյացել են։ Այսօր գնահատելու ենք նոր վեցնյակին, ովքեր միմյանց հետ չեն մրցել և արդար է սկսել մաքուր էջից, սպիտակ էջից։ Եվս մեկ լավ նորություն և մեր վեցնյակի և ժյուրիի համար։ Այսօր երեխաները կգնահատվեն, բայց որևէ մեկը նախագիծը չի լքի։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Մինչ երեխաների ելույթներին անցնելը, ուզում եմ այստեղ հրավիրել մի արտիստի, ով այսօր ժյուրի է։ Արմեն Դոլինյան, վայելենք։ Սա է այն միակ կոչումը, որը դեր Մոգական նրա բարին կտամ ես դեր Հայացքն անգամ չվայելած կրքի կամոտ Պատրաստ եմ հետևել նրան մինչև դժոխք Զգես անկարող է այս մարմինը թաքցնել
Էլ ինչ աղոթք է թե մեղքեր են ինձ գերել Տեր Ով առաջինն այս մեծ հրաշքը քարկոցի Սիրո առաջ հավետ դռները կգոցի Օ Լյուցիֆեր գետ մեկ անգամ գտիր հնար Որ իր վարսել մի մոպերին հանգստանա Սեր թշնամի է դիմակի տակ որը մեր Օգու լույսը ու անդորն է տապալել Եվ ես ահա խղճուկ մի զոհ ստորին կրքի Արժան չեմ էլ ոչ ներումի, ոչ աղոթքի Մեղք ու հանցանք կնոջ կերպով պարում են դեր Սակայն միայն նրա տենչանքն է ծնում սեր, սեր Ամեն չարի ու կրակի դաժոխային Մարմին տված ուր է բերում այս պարուհին Ոտեր գտա հավատարիմ քո ծառային Թող այս գիշեր այդ գիրքը ինձ չխնայի Սեր հոգիներն ես փոթորքին տվել դու մեր Դիվային պարով անհաղճախնում ես վեր Ոմի թե ոչ ոք չի ասել սիրուն այս մեր Գեղեցկությունն այս անարատ է ու անեց Ո սիրեցյալ իմ թույլ տուր երկներ անձանել Գետ մեկ անգամ հավատար իմ քեզ չլիներ Տեր Ինչքան էլ կար այսօր նորից վրացնել Տեր Հմայքներին կարող ես սրուկ դարձնել մեկ են Եվ ման անգամ էլ ինձ անգից չի պարգևի Սիրուտ համար հոգիս կտամ չարքին գերի Սկեսան կարող է այս մարմինը թաքցնել Էլ ինչ աղոթք եթե մեղքերն են ինձ գերել Ինչքան էլ կար այսօր նորից վրացնել Տեր Հմայքներին կարող ես սրուկ դարձնել մեկ են Եվ ման անգամ էլ ինձ անգից չի պարգևի Սիրուտ համար հոգիս կտամ չարքին գերի Կարմեն Դոլինյան և բեմում միաժամանակ 3 կերպար Դե ինչ աթիվի եթերում երազանքի բեմ նախագիծն է և մենք սկսում ենք, տեղափոխվենք համր կինո Վայոց ձոր, Գյուխաչիկ, Մարգարիտա Օհանյան Ես Մարգարիտա Օհանյանն եմ Ես մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, քանի որ ցանկանում եմ մարդիկ լսեն իմ ձայնը Հուսով եմ, որ իմ խարիզմայով կգրավեմ բոլորի սրտերը
Մարգարիտա Օհանյան, Գյուխաչիկ, MRT, աղջիկներ, այս բարագայում Չապլիններ։ Լսենք հարգարժան ժյուրիի կարծիքը։ Մարգարիտ Խաչատրյան։ Չապլինյան տրամադրությունը երկին համահունչ եւ շատ արտիստիկ մոտեցումը խոսում է այն մասին, որ ամեն անգամ տեսնում եմ եւ զգում եմ այն քայլերը բեմական, որը արդեն այսօր հիացմունքի առարկա է։ Կեցես։ Շնորհակալություն շատ։ Արմեն Դոլինյան։ Մարգարիտա ջան, հիացած եմ իրականում, անկեղծ լինեմ, այս տարիքում այսպես հիանալի կառավարել ձայնը շատ քիչ է լինում, խոսքեր չեմ գտնում, բրավո, շատ լավ։ Շնորհակալություն շատ։ Մաշա Մնջյան։ Համահունչ է պետք ինձ թվում է երգը քո կերպարին ընտրել եւ այսօր իմ կարծիքով դա շատ գեղեցիկ էր արված, դու էլ շատ սիրուն երգում էիր եւ 13 տարեկանում ես ամեն դեպքում ինձ այսպես համարձակ չեմ հիշում, բայց դու բրավո քեզ, ապրես շատ։ Շնորհակալ եմ շատ։ Արա Գևորգյան։ Շատ բարդ երգ էր ընտրված, իսկապես բարդ, որովհետև այդ թրիչները շատ բարդ է կատարելը, նույնիսկ պրոֆեսիոնալ երգիչների համար, իսկ ինքը կարծում եմ շատ լավ, այն ամենալավը չասեմ, բայց հաղթահարեցիր, ամենակարևորը։ Մենք պատասխանատու ենք նրանց առաջ ում ընտելացրել ենք, ասվում էր փոքրիկ իշխանու։ Երազանքի բեմն ունի իր փոքրիկ իշխանը։ Մարս Գեղարքունիք, Գյուխ Սարուխան։ Ալեն Գոքոյանն է բեմում։ Ես Ալեն Գոքոյանն եմ։ Մասնակցում եմ Երազանքի բեմ նախագծին, որովհետև սա մեծ հնարավորություն է ներկայանալ որպես արտիստ եւ մի քայլով մոտենալ մեծ երազանքի։ Luna, tú, cuántos son los cantos que escuchaste ya, cuántas las palabras dichas para ti, canción que me fielo solo por gozar, una noche puerto de tu soledad, los amantes se refugian en los suspiros desde tu balcón y enredas los hilos de nuestra pasión. Luna que me miras ahora escúchame. Only you. Luna, tú sabes el secreto de la eternidad. Que hay detrás de la verdad, guíame que a ti mi corazón te oye, me siento perdido y no sé qué amarres que destruyen corazones. Ալեն Գոքոյան, Գյուխ Սարուխան, Մարս Գեղարքունիք։ Երազանքի բեմի փոքրիկ իշխան, լսենք ժյուրի կարծիքը Մաշա Մնջյան։
փշաքաղվեցի երգի ընթացքում, բայց նաև ուզում եմ ասել, որ հաստատ բոլորը ինձ հետ կհամաձայնեն, որ շատ հուզված էիր։ Որը հասկանում եմ, շատ պատասխանատու երգ էիր ընտրել, շատ բարդ ստեղծագործություն էր, իսկ դու ընդամենը լինելով 11 տարեկան այնպես կատարեցիր, որ հիմա շատ-շատերը իրենց 30-ում եւ 40-ում չեն կարողանա հաստատ։ Այնպես որ նորից ուզում եմ քեզ ասել ապրես շատ-շատ, բրավո, մենակ փորձի այդ հուզմունքդ մի քիչ կառավարել, ճիշտ չափաբաժնով հուզմունքը պարտադիր է բեմում, որպեսզի այդ քեզ առաջ տանի էմոցիոնալ բայց որ մի քիչ շատ ես ուզում, ինձ թվում է դա կխանգարի երբեմն։ Փորձի կառավարես, բայց մնացածը շատ լավ է, ապրես։ Շնորհակալ եմ։ Մարգարիտ Խաչատրյան, Հպարտանում եմ քեզանով։ Շնորհակալ եմ։ Իսկապես այնքան հուզված եմ, որ այդ չեմ ասում աղվեսն ու ալբարդը այնտեղ, այնքան լավն էին ու մթնոլորտը այնքան տիեզերական է։ շնորհակալություն Արմեն Դոլինյան։ Ձայնային տվյալները հրաշալի ունես, տեսքդ զիլ, հիանալի, մի խոսքով կընդամենը ուղղակի երկիր։ Ընդհանրապես պետք չի կենտրոնալ մարդկանց դուր գալու։ Ուղղակի երկիր ու ամեն ինչ լավ կստացի։ Շնորհակալ եմ։ Բրավո։ Հարա Գևորգյան։ Ալեն ջան, հիանալի էր, ես էլ իսկապես փշակաղվեցի, երբ որ վարձը սկսեց շարժվել, ընկար քո ձայնի իսկական տեմբրի մեջ, որ ավելի շատ դասականի կողմ է տանում, ես ավելի ուրախ եմ դրա համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հաթիրի եթերում շարունակում է երազանքի բեմ նախագիծը, այս պահին տեղափոխվում ենք Հոլիվուդ, ավելի ճիշտ դեպի Կարմիր գորգ, աստղ է գալիս, Շիրակի մարզից, Անգելինա Ղանդիլյան։ Ես Անգելինա Ղանդիլյանն եմ, երազանքի բեմ նախագծին մասնակցում եմ, որպեսզի պատմեմ իմ զգացմունքների մասին, դիպչեմ ձեր հոգիներին ու սահուն քայլերով գնամ դեպի երազանք տանող ուղի։
Անգելինա Ղանդիլյան, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, MRT գեղարվեստական ղեկավար Մերի եւ Ռիմա Թադևոսյաններ։ Մարգարիտ Խաչատրյան, այդքան գեղեցիկ, այդքան արտիստիկ բեմադրությանը համահունչ մի պահ այնքան հանգիստ եւ թագուհու պես սպասեցիր մինչեւ որ ձեռքդ բռնեն, ինչու եմ մանրամասնում, որովհետեւ դերասանի վարպետության մասին կարող եմ խոսել, իսկ գոլեգաներս խոսեն քո ձայնային տվյալների մասին, ես հիացած եմ քեզանով։ Շնորհակալություն։ Արմեն Տոլինյան, Կատարողական վարպետություն, էլ չասեմ կանացի այս նրբության, նրբագեղության մասին, որ հիացած եմ, ոչ մի խոսք չունեն։ Բրավո։ շնորհակալություն, Մաշա Մնջյան, Մեկը մեկից լավն են, քեզ թվում է որ այ սրանից լավը հնարավոր չէ, բայց ամեն ելույթից զարմանում եմ լավ առումով եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ հիմա որ շատ ավելի լավ բաներ ասեմ, միգուցե ասեն կողմնապահություն կանի, որովհետեւ Գյումրիից է, բայց այսօր Շիրակի մարզի ներկայացուցիչը որպես ես կարող եմ ինձ համարել այստեղ։ հացարձակ կողմնապահություն չէ, Չկա, չէ։ ուղղակի հա, Այո։ արտահայտվեք հանգիստ։ Երգը սպասի մինչև ավարտվի։ Երաժշտությունը սպասի մինչև ավարտվի, հետո նոր դու դուրս արի դրանից, որտեղ մի քանի վայրկյան կար, բայց դու արդեն դերից դուրս ես եկել, բայց ամեն ինչ հրաշալի է, շնորհավորում եմ։ Արա Գևորգյան, Անգելինան գիտեր ինչի մասին է երգում եւ բլյուզից շատ լավ հասկանալով իր բոլոր մելիզները գրեթե 100%-ով կարողացավ անել այն ինչ որ ինքը ցանկանում էր իր ներսից դուրս անել։ Շնորհավորում եմ, ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ շատ շնորհակալություն։ Շնորհակալություն Անգելինա ջան, երկնքից իջիր հատակ, հանգիստ գնա ընկերներիդ մոտ։ Ավարտվեց աստեղային ժամը։ Աթիվի եթերում շարունակվում է երազանքի բեմ նախագիծը, երբեմն կյանքը մեզ բերում է կապանքների առաջ եւ մենք պետք է ազատվենք թե ներքին, թե արտաքին կապանքներից։ Այսօր Արման Հայրյանը Հադրութի շրջանից կփորձի ազատվել կապանքներից։ Ես Արման Հայրյանն եմ։ Մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որովհետև այս բեմը հիմա իմ երազանքն է։ Իմ Արցախի ձայնն է, տեղահանված, բայց չլռած։ Baby, I'm foolish, baby, I'm blind. Thinking I can see through this, see what's behind. But they want me prove it, baby, I'm lying. I'm only human after all. I'm only human after all. Don't put your blame on me. Don't put your blame on me. Take a look in the mirror and what do you see? Do you see it clearer? Are you deceived in what you believe? I'm only human after all. I'm only human after all. Don't put your blame on me. Don't put your blame on me. Some people got the real problems. Some people are the love. Some people think I can solve them. Արման Հայրյան, Արմեն Տոլինյան, տպավորությունը ոնց որ Եվրատեսիլն է, այնքան ամեն ինչ այնքան յուրովի է ներկայացված բոլորի մոտ
շատ լավ ես կատարում, դե բնականաբար տարիքի հետ ինքը ավելի հստակ կդառնա, ավելի կուժեղանա ձայնը, դու էլ ավելի լավ կկատարես, բայց հիմա տարիքի համար էլ որ ես նայում եմ, այսքան կայուն ձայն, բրավո, շատ ապրես։ Շնորհակալություն, Արա Գևորգյան։ Ինքը փայլում էր հայկական երգերի ժանրում եւ այդ ժողովրդական երգերը կոմոդ արտակարգ հաստատվում։ Բայց մրցույթ ունի իր կանոնները եւ նրանք պետք է հարմարվեն նաեւ տարբեր ժանրերին։ Այսօր մենք դա հատուկ ենք հանձնարարել։ Դե եթե հատուկ եք հանձնարարել, ուրեմն ասեմ լավ, ապրես։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Մրցույթն այդպիսի բան է, միշտ չէ որ ժանրը պետք է լինի հարմար, այլ պետք է կարողանաս հարմարվել։ Շնորհակալություն։ Մաշա ջան, Մրցույթները, ինչպես Անահիտը նշեց, այո, դա փորձառություններ են, մեզ դնում են մեր կոմֆորտ զոնայից դուրս, որպեսզի մենք կարողանանք փորձել մեզ նաև ուրիշ ժանրերում, հասկանալ արդյոք դա մեզ մոտ լավ է ստացվում, թե վատ է ստացվում։ Զրնգուն ձայն ունես, որը ես վստահ եմ յուրաքանչյուր երգի մեջ կարող է պայթեցնի այդ վերևի նոտաները, ներքևը որ սկսեցիր, այդքան շատ պարզ չէր ինձ համար։ Ու ես վստահ եմ, որ դու շատ լավ ես երգում, որտեվ դա քո ձայնից եւ քո բեմ դուրս գալուց արդեն զգացվեց քո վստահության մեջ էր այդ ամեն ինչն ասված։ Շնորհակալություն, Մարգարիտ Խաչատրյան։ Եվս մեկ անգամ ապացուցեցիր, որ ոչ մի շղթա քեզ չի կարող զսպել։ Հազորես եւ հազորել կմնաս։ Սիրում եմ։ Շնորհակալություն։ Հատիրի եթերում շարունակում է երազանքի բեմ նախագիծը, եթե ես փորձեմ երգել, հաստատ սև ագրավները կհավաքվեն, իսկ բեմում այս պահին կլինի միակ սպիտակ ագրավը։ Մարգարիտա Արզումանյան, քաղաք Երևան։ Ես Մարգարիտա Արզումանյանն եմ։ Մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որովհետև ուզում եմ ելույթ ունենալ մեծ բեմում եւ աշխատել պրոֆեսիոնալ մարդկանց հետ։ Так, вулканы поют, реки
Մարգարիտա Արզումանյան, քաղաք Երևան, մի խումբ ագրավներ MRT կողմից եւ միակ սպիտակ ագրավը բեմում։ Տեսնենք ագրավի ձայնը լսելի դարձավ, թե չէ Մարգարիտա ջան։ Մաշամն ջան, շատ գեղեցիկ բեմադրություն էր, դու շատ լավ կատարում էիր, այն խնդիրը, որը քո առջև դրված էր, դու շատ փառահեղ կատարեցիր, եւ ինչպես արդեն ասեցինք, ինձ թվում է, այո, այսօրվա հենց թեման չհամապատասխան երգերն են բոլորի համար, դա զգացվում է, բայց միևնույն է դուք շատ լավ կատարում եք այն եւ ես նորից շնորհավորում եմ, շատ ամեն ինչ հրաշալի էր, ապրած շատ։ Արմեն Դոլինյան, ասեմ, որ շատ դժվար է երգելու հետ մեկտեղ այդ բեմադրությունը կատարել, որը որ դու շատ լավ ես կատարում, նամանավանդ այդ դեմքի հայացքը, մի խոսքով շատ գեղեցիկ էր ամեն ինչ կատարված, բրավո, ապրես։ Նամանավանդ այս տարիքում ասած կատարողականություն չէի սպասում, բրավո, ապրես։ Արա Գևորգյան, Շատ լավ կատարեց, բեմադրությունը ինչ որ հանձնարարված էր։ շնորհակալություն պարոն Գևորգյան։ Մարգարիտ Խաչատրյան, Իմ համես կարծիքով կատարեցիր հիանալի բեմադրության պարուսույցներին հատուկ շնորհակալություն։ շնորհակալություն Մարգարիտա ջան, մի գնա, ուղղակի թռի բալս, թռի ընկերներիդ մոտ ասպահին։ Աթիվի եթերում շարունակում է երազանքի բեմ նախագիծը, յուրաքանչյուր ոք ունի իր աստղեղային ժամը, այսօր նրա ժամն է, it's my time։ Անահիտ Գալստյան, մայրաքաղաք Երևան։ Ես Անահիտ Գալստյանն եմ, մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որպիսի մեծ փորձ ձեռք բերեմ եւ ծածանեմ հայկական դրոշը միջազգային մեծ բեմերում։ I've been down so long, but those days are gone now. I can't do it. I earned the right to show you it's my time tonight. It's my time. It's my time. My moment. I'm not gonna let
Անահիտ Գալստյան, մայրաքաղաք Երևան։ Անահիտ Գալստյանը եւ իր ժամանակը։ Լսենք հարգարժան ժյուրի կարծիքը Մարգարիտ Խաչատրյան։ Ուրիշ Անահիտ է իմ առջև կանգնած, որի համար այնքան ուրախ եմ, որովհետև այս տեսակը զուսպ, հավաք եւ համեստ եւ տաղանդավոր, բրավո, սիրում եմ քեզ։ Շնորհակալություն Արա Գևորգյան։ Ոչ մի նոտա կիքս չկար, ամեն ինչ մաքուր էր, դու ինձ համար այսօր ամենալավն էիր։ Շնորհակալություն Արմեն Դոլինյան։ Նստած տեղից երգելով բարձրանալուց ոչ մի նոտայի մեջ չխախտվել, դա իրականում շատ բարդ բան է, որը հիանալի կատարեցիր, բրավո, գերազանց։ Շնորհակալություն Մաշա Մնջոյան։ Դու ինձ տարար մոտավորապես 16-17 տարի դեպի անցյալ, երբ որ ես Նադեժդա Սարգսյանի մոտ էի սրում ու հենց այս երգն էի երգում մրցույթին պատրաստվելու համար ու ինչքան ես քո հետ ապրեցի այս երգը, քո հետ շնչում էի, քո հետ արտաշնչում էի այդ նույն ֆրազաները, չեմ իհարկե թաքցնի, որ նաև երգի ընթացքում շատ անգամներ փշակաղվել եմ, իսկապես շատ սիրուն էր ամեն ինչ ու բրավո նորից քեզ այս քո աշխատասիրության համար, որ երբևիցե չես դադարում երկել, աշխատել ինքդ քեզ վրա, ապրես շատ։ Շնորհակալություն։ ATV եթերում շարունակում է երազանքի բեմ նախագիծը, ինչպես գիտեք, մեր նախագիծը բաղկացած է երկու մասից։ Եվ այս հատվածում մենք անդրադառնում ենք այն բալիկներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ, բայց ունեն տաղանդ։ Եվ այսօր մեր հերոսուհին է Անյուտան։ Մենք խնդրի մասին չենք իմացել ենք մոտ 2 տարեկանում, երբ որ արդեն նա պետք է քայլեր ու չէր քայլում, տարբեր բժիշկների դիմեցինք եւ հայտնաբերեցին մանկական ուղեղային կաթված հիվանդությունը նրա մոտ։ Երկար տարիներ վերականգնողական կենտրոններում տարին 3-4 անգամ բուժումներ ենք ստացել, 3 վիրահատություն, 2-ը Մոսկվայում, 1-ը Հայաստանում, եւ հիմա պատրաստվում ենք նաեւ 4-րդ վիրահատությանը։ Մկանային վիրահատություն պետք է կատարվի։ Երկար տարիների մեծ ջանքերի արդյունքում հասել ենք այս կարգավիճակին, որ ինքը որոշ չափով ինքնուրույն է։ Հայոց պատմությունն է շատ լավ ուսումնասիրում։ Սիրում եմ գրականությունը, դպրոցական տարիքից գրականություն, հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, շատ սիրել եմ այդ 3 առարկաները։ Մի անգամ, երբ որ ջերմուկում հերթական բուժման էինք մեկնել, բարձրաձայնեց իր երազանքի մասին, որ ինքը մանկուց ուզում է ծանրամարտիկ դառնալ։ 4-5 տարեկանից սկսել եմ ծանրամարտի հետևել։ Ծանրամարտում շավարտ միշտ սիրել եմ, բայց երևի ավելի շատ ծանրամարտ միշտ նայում էի, կերկրպագում էի մեր հայ մարզիկներին, ծառորտներին ու միշտ երազել եմ։ Սարգիս Ստեփանյանը մեծատառով մարդ ունի հերոսների վերականգնողական կենտրոն։ Մենք այնտեղից հրավեր ստացանք եւ դեռ 1 տարի էր պարապել Անյուտան այնտեղ եւ մասնակցեց Հայաստանի առաջնությանը եւ գրավեց առաջին հորիզոնականը։ Իսկ մի քանի օր առաջ Կահիրե քաղաքում, Եգիպտոսի մայրաքաղաքում կայացավ Պարածանրամարտի առաջնությունը, որտեղ մասնակցություն ունեցավ Անյուտան եւ շատ պատվավոր ձևով աշխարհի առաջնություններ դա եւ 2 ոսկե մեդալ է բերել։ Շնորհակալ եմ Սարգիս Ստեփանյանին, որ ինձ հնարավորություն տվեց իմ երազանքը կատարելու ու հիմա ես աշխարհի չեմպիոն եմ դարձել։ Անյուտան վերադարձել է իսկապես Եգիպտոսից, ստացել մեդալներ։ Դիսկուլտիստիտուտի ադապտիվ ֆակուլտետն ընտրել, ուզում եմ ինքը կրթություն ստանա, իր ստացած գիտելիքները հետագայում օգտագործի, որ կարողանա աշխատի եւ ինքնուրույն ֆինանսական միջոցներ ունենա։ Կոտրվելու պահեր եղել են, ֆինանսական մեծ դժվարություններ են ունեցել, բայց մտածել եմ, որ դա էլ կանցնի, ժամանակի խնդիր է։ Լինում է, որ մեկ նեղվում է, բայց հասկանում եմ, որ հիմա ես այսպես եմ ծնվել, ոչ մի բան չեմ կարող փոխել, այսպեսին եմ, ինչպեսին կամ։ Ցանկություն կա Եվրոպայի առաջնության մասնակցելու եւ ցանկություն կա Օլիմպիադայի հասնելու։ Անյուտ ջան, իմ աղջիկ, միշտ հպարտացել եմ քեզանով,
իմ մայրական օրնանքը միշտ քեզ հետ թող լինի, շնորհակալ եմ քեզ, որ մենք միասին ինչ ճանապարհ որ անցել ենք, ես քեզանից շատ բան եմ սովորել, Պալես, շնորհակալ եմ քեզ, որ դու իմ կողքին ես եղել։ Մամ, սիրում եմ քեզ, շատ գրկում եմ, անսահման քեզ շատ սիրում եմ։ Հովհաննես Գրիգորյան, Հայաստան։ Սա իմ երկիրն է։ Չափսերով այնպիսին, որ կարող եմ վերցնել հետս թե մի հեռու տեղ գնում։ Փոքրիկ ինչպես սերացած մայր, փոքրիկ ինչպես նորածին զավակ, իսկ քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կաթիլ։ Սա իմ երկիրն է, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ։ Անյուտա, Հայաստանը դու ես, Հայաստանը մենք բոլորս ենք, մեր այս հրաշալի երեխաներով հանդերձ, մեր հովանավորի կողմից գլխավոր, ունես փոքրիկ անակնկալ, համովություններ, քեզպես համովություններ, լսենք մեր հարգարժան ժյուրի կարծիքը, Արա Գևորգյան։ Հիացած եմ պարզապես, Անյուտա ջան, քո նախ բանաստեղծությունը ինձ էլ շատ հուզեց, եւ այո, Հայաստանը ուրիշ երկիր է, նա բոլորինս է եւ մենք բոլորս ենք շատ սիրում, ապրես որ նման հայրենասիրություն կա քո մեջ եւ հենց դա էլ նպաստել է, որ դու նաեւ չեմպիոն ես դարձել։ Շնորհավորում եմ, ապրես։ Շնորհակալ եմ շատ։ Մաշա Մնջյան։ Շնորհակալություն անչափ քո ներկայության եւ քո ելույթի համար, ես էլ եմ շատ շնորհակալ քո ընտրության համար նաեւ Հայաստանի մասին ստեղծագործությունները մեզ նվիրելու համար, որը հենց խոսում է քո սիրո մասին դեպի հայրենիքը։ Քեզ ցանկանում եմ բազում հաջողություններ, ես տեսնում եմ թե դու ինչքան ուժեղ աղջիկ ես, չկանգնես երբեք առաջ, բոլոր երազանքները հնարավոր են իրագործել, եթե կա ցանկությունը քո հոգու խորքում։ Շնորհակալ եմ շատ։ Մարգարիտ Խաչատրյան։ Քեզնից սովորելու շատ բան ունենք, չեմպիոնի ոգեղեն ուժ ունես, դա հաստատ եմ ասում, այդ էներգետիկան այնպես փոխանցվեց, սիրում եմ քեզ ու խոնարհվում եմ քո առաջ, օրինակ ես բոլոր քո տարիքի եւ ընդհանրապես բոլոր երեխաների համար, կեցես, բրավո։ Շնորհակալ եմ շատ, ես էլ ձեզնից եմ շնորհակալ։ Արմեն Դոլինյան։ Դոքո այդ չեմպիոնական տիտղոսները ամեն տարի շատանան։ Դու մեր ազգի զարդերից մեկն ես։ Բրավո, ապրես շատ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն քեզ։ Բոլորիդ շատ սիրում եմ։ Ես առաջարկություն ունեմ, եթե իր բանաստեղծությունները, չգիտեմ, քանիսն են, ավելացնենք, կձայնագրեմ իր բոլոր բանաստեղծությունները եւ կձևավորեմ երաժշտությամբ ու կլինի դառնաթերաշք մի բան։ Երազանքի բեմ նախագծի գլխավոր հովանավորն է Իջևանի գինու կոնյակի գործարանը, որը հայտնի է իր բարձրորակ գինիներով, զանազան պահածոներով եւ բնական հյութերով։ Գործարանը համադրում է ավանդույթն ու նորարարությունը, օգտագործելով Տավուշի մարզի բերքարատ բնության պարգևները։ Այսօր Իջևանը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը, իր արտադրանքը ներկայացնելով տեղական եւ միջազգային շուկաներում։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հպարտությամբ կանգնած է Երազանքի բեմ նախագծի կողքին։ Երազանքի բեմում այս պահին է երգչուհի Մաշա Մնջոյանը։ Կներկայացնի Երևան երգը խոսք Աստվածատուր Պետրոսյան, երաժշտություն Արա Գևորգյան։ Երկիդ հետ ես դրչեմ այս անցած տարերում պատկերդ ես տեսնեմ արքայած ոստանում այս երգը իմ սրտում մեծ կոմիտ ասի պես դուն դառնամ ես անտես իմ սուրբ
Միշտ հաղթող արգիշտի, որ հիմնեց քաղաքն այս, միջուկնախ հանգրվան, և կոչեց Երևունի, ու դարձավ Երևան, ու հոգում դու ունես, և վիշտ և խնդություն, դարերի հետ եկած մի հարուստ պատմություն, հայրենյաց քո հողում հերոսներ են ծնվում, ոգեղ են քո լույսով, օթողներ են Սանդուկի այս պահին Երևանն է շովում, ցնծության շքերթում մանուկներն են երգում, դեզարկեք թմբուկներ, հնչեցրեք շրեփորներ, հաղթության այս երթում քեզ ենք մենք գովերգում, դու պարգև երկնային, մաշտության բարուբան, գիտության դու տաճար, մեր ճգնախ Երևան, դու պարգև երկնային, թամանյան զարդունաշ, հայության դու օրան, իմ սուրբ մայր Երևան, իմ Երևան, մեր ճգնախ Հաթիվի եթերում երազանքի բեմ նախագիծ ներկա հանդիպենք հաջորդ շաբաթ։